Այսօր շատ հետաքրքիր աղցան ենք պատրաստելու կարմիր բողկով։ Պատրաստվում է րոպեների ընթացքում ամենապարզ բաղադրիչներից, բայց շատ համեղ է։ Մեզ անհրաժեշտ է լինելու 400 գրամ մաքրած, լվացած կարմիր բողկ։ Իմ մոտ 2 կապ բողկը կշռեց 400 գրամ։ Բողկը հատիկ-հատիկ ծեծում ենք թակիչով, որի արդյունքում բողկի վրա ճեղքեր են առաջանում։ Հենց այդ հատվածներով բոլոր համեմունքներն իր մեջ կքաշի բողկը։ Վերցնում ենք 4 ճյուղ սամիտ, ոչ մանր կտրատում դնում կողքի, ավելացնելու ենք հետագայում բողկի վրա։ 3 ատամիկ մաքրած սխտորը ճզմում ենք բողկի վրա։ Մեկ սրբովի թեյի գդալ աղ, 1.5 թեյի գդալ շաքարավազ, կես թեյի գդալ պղպեղների խառնուրդ, 1 թեյի գդալ կարմիր աղացած պղպեղ, ավելացնենք նաև սամիթը, 2 ճաշի գդալ բուսայուղ և 1.5 ճաշի գդալ քացախ, խնձորի քացախ եմ ավելացրել ես, 9%-անոց։ Լավ խառնում ենք ամբողջը, որպեսզի համերը միախառնվեն։ Աղցանը պատրաստ է, կես ժամով տեղափոխենք սառնարան, հանենք և մատուցենք։